Ուրախ եմ ողջունելու բոլորիդ, ուրախ եմ տեսնել հարազատ դեմքեր, որ երկար ժամանակ չէինք տեսել, ուրախ եմ տեսնել նոր դեմքերին, բարև եք եկել, Տերը օրհնի ձեզ, և ուրախ եմ, որ առիթ ունենք տերունական օրը, կիրակի օրը միասին Տիրոջ առաջ կանգնելու։ Մեր նպատակը, մեր փափագը մեկն է, Աստծո խոսքի շրջանակներում ճշմարտությունը ճանաչելով Աստծուն նմանվենք իրեն։ Եվ որպես եկեղեցի նկատի ունեմ ժողովրդին, ինչ եմ շեշտում, որտեղ տրամաբանություն կա կամ հայերը շատ դեպքերում, երբ որ ասում ենք եկեղեցի, հասկանում ենք շինությունը, այնինչ Աստծո խոսքն ասում է, որ եկեղեցին ժողովուրդն է։ Մենք ուզում ենք մեր լավագույնն անենք Տիրոջը ծառայելու շրջանակում։ Դա կլինի նյութական առումով, երբ որ այն ինչ որ Տիրոջից ենք ստացել, փորձում ենք բերել Տիրոջ առաջ եւ օգտագործել այն մինիմում կարիքների համար, որոնք որ մենք ունենք, այս տարածքի վարձակալության հետ կապված, հոսանքի գումար եւ այլն, մնացած այլ կարիքներ, եւ սա առաջնային եկեղեցու պատասխանատվությունն է, այսինքն մենք ենք կրում այդ պատասխանատվությունը եւ նրանք, ովքեր որ ցանկություն ունեն միանալու, իրենց վրա են վերցում նաեւ այդ պատասխանատվությունը։ Բացի դրանից նաև որպես եկեղեցի մեր հիմնական նպատակն է եւ ցանկությունն է Աստծո խոսքի փոխանցումը, որտեղ այն ինչ որ Տիրոջից ստացել ենք իր խոսքը, փորձում ենք ինչ անել, փոխանցել մարդկանց, որտեղ հավատում ենք, որ Աստծո խոսքն է, որ փոխում է, ձևավորում է մեզ եւ դարձնում է այնպեսին, ինչպեսին որ Տերը ցանկանում է, որ մենք լինենք։ Այնպես որ հիմա միասին պետք է Աստծո խոսքին եւս մեկ անգամ անդրադառնանք եւ ինչքան որ գիտեք, մենք սերտում ենք միասին Մատթեոսի ավետարանը եւ այսօր միասին նայելու ենք 11-րդ գլխի 20 եւ 24 համարները։ Մատթեոս 11, 20, 24։ Մինչև կանցնեմ բուն հատվածը, ուզում եմ հիշեցնել, որ անցած անգամ հստակ խոսեցինք եւ տեսանք, թե ինչպես է Մատթեոս ավետարանիչը ներկայացնում Հիսուս Քրիստոսի քարոզությունը, որի ընթացքում նախնական տեսնում ենք ընդունելություն եւ հիմա արդեն իսկ այս 11-րդ գլխի կեսից մենք տեսնում ենք, որ ժողովուրդը սկսում է ինչ անել, մերժել։ Մի փոքր միկրոֆոնը կիչացնեք, շատ է բարձր։ Սկսում են մերժել եւ այդ մերժմանի պատասխան Տեր Հիսուս Քրիստոս տալիս է իր դատապարտությունը։ Տալիս է այն դատաստանը, որը որ գուցե շատերը չեն ուզում լսել կամ փորձում են մերժել։ Եվ այսօր խոսելու ենք Տիրոջ մերժման հետևանքի մասին։ Բայց մինչև կանցնեմ բուն հատվածի ուսումնասիրությանը, մի մարդու մասին եմ ուզում պատմել։ 20-րդ դարում ամենահայտնի մտածողներից մեկը Բերտրան Ռասելը, նա ոչ միայն մաթեմատիկոս էր, Նոբելյան մրցանակակիր էր, այլև քրիստոնեության ամենահայտնի քննադատներից մեկն էր։ 1927 թվականին նա ներկայացրեց իր հայտնի «Ինչու ես քրիստոնյա չեմ» աշխատությունը, որի հիման վրա նաև գրվեց գիրք։ Այդ աշխատության մեջ Ռասելը փորձում է պնդել, որ ինքը չի տեսնում բավարար հիմքեր Աստծուն հավատալու համար։ Եվ մի առիթով նրան հարցրեցին. եթե մահից հետո կանգնեք Աստծո առաջ եւ պարզվեր, որ քրիստոնեությունը իրականություն էր, ճշմարտություն էր, ինչ կասեիք նրան։ Ռասելի պատասխանը կարճ էր։ Նա ասեց. ես կասեի, բավարար ապացույցներ չկային Աստված, բավարար ապացույցներ չկային։ Նայեք, այս մտածելակերպը, ինչ որ Ռասելը 20-րդ դարում առաջ բերեց, իրականում մինչև այսօր գերակշռում է։ Ինչու այսօր մարդիկ նույնպես մտածում են, ասում են, դե Աստծուն չենք տեսնում, ապացույցներ չունենք, որի հիման վրա կարող ենք ասել Աստված գոյություն ունի, եւ այն ամեն ինչին, որ հավատում ենք, կամ այն ամեն ինչ, որ գրված է Աստվածաշնչում, հիմնավոր է։ Եթե ավելի նույնիսկ այս հասկացողությունն էլ կա, եթե նշաններ տեսնենք, եթե հրաշքներ տեսնենք, այդ ժամանակ նոր ինչ կանենք, կհավատանք։ Մի ռուս հայտնի աթեիստ կա, որը որ մասնագիտությամբ կենսաբան է, նա սիրում է նույն արտահայտությունը կրկնել։ Քանի դեռ իմ աչքով չտեսնեմ եւ փորձենք փորձությամբ, այսինքն մի քանի անգամ կրկնվելով չերևա, որ գոյություն ունի հրաշք,
այդ որևիցե կերպի հրաշքին կամ գերբնական էություններին չեմ հավատալու, չենք ընդունելու։ Եվ տարբեր մարդիկ կան, ովքեր որ փորձում են ինչ-որ կերպով ներկայացնել, նույնիսկ գումար են առաջարկում բոլոր նրանց, ովքեր որ ինչ-ինչ շրջանակում կկարողանան ապացուցել կամ ներկայացնել փաստեր գերբնական իրողություններին։ Սակայն Մատթեոսի ավետարանում այս 11-րդ գլխում մենք տեսնում ենք, որ Հիսուս բացահայտում է մի զարմանալի ճշմարտություն։ Խնդիրը միշտ չէ ապացույցների մեջ կամ Աստված հայտնության պակասի մեջ, ինչպես որ Արմեն եղբայրս արդեն իսկ ասեց։ Եվ որտեղ ենք տեսնում Քորազինը, Բեթսայիդան, Կափառնայումը մարդկության պատմության մեջ ամենանախադեպ Աստված հայտնությունը երևաց իր այդ քաղաքներում։ Նրանք տեսել էին Քրիստոսի հրաշքները, լսել էին նրա քարոզչությունը ու ուսուցումը, բայց ինչ արեցին, անտեսեցին նրան։ Սակայն այդ ամենից հետո այդ անտեսելը արտահայտվեց նաև նրանով, որ անհավատությունը բերեց անապաշխարության, այսինքն չապաշխարեցին, դարձի չեկան, չընդունեցին իրենց ով լինելը։ Խնդրում եմ բացեք Մատթեոսի ավետարան 11-րդ գլուխ, միասին կընթերցենք 20-24 համարները։ Եթե դեմ չեք, խնդրեմ ոտքի կանգնեք եւ միասին Աստծո խոսքը ոտքի կանգնած ընթերցենք։ Մատթեոսի ավետարան 11-րդ գլուխ 20-ից 24 համարները։ Եթե ունեք ձեր սուրբ գրքերը, կարող եք հետևել։ Մատթեոս ավետարան 11, 20-ից 24։ Այդ ժամանակ Հիսուսը սկսեց նախատել այն քաղաքներին, որոնցում նրա հրաշքներից շատերը կատարվեցին, սակայն նրանք չապաշխարեցին։ Վայ քեզ Քորազին, վայ քեզ Բեթսայիդա, որովհետև եթե Տյուրոսում եւ Սիդոնում կատարվեին այն հրաշքները, որ ձեր մեջ կատարվեցին, վաղուց արդեն քրձով ու մոխրով ապաշխարած կլինեին։ Բայց ձեզ ասում եմ Տյուրոսի ու Սիդոնի համար դատաստանի օրը ավելի հեշտ կլինի, քան քեզ համար։ Եվ դու Կափառնայում, որ մինչև երկինք ես բարձրացել, մինչև դժոխք պիտի իջնես, որովհետև եթե այն հրաշքները, որ քո մեջ են կատարվել, Սոդոմում կատարված լինեին, մինչև այսօր պահպանված կլիներ։ Բայց ձեզ ասում եմ, որ Սոդոմացիների երկրի համար դատաստանի օրը ավելի հեշտ կլինի, քան քեզ համար։ Աղոթենք։ Տեր Աստված, իրապես փառք ենք քեզ տալի եւ շնորհակալություն ենք հայտնում այն ամեն օրհնությունների համար, որ ունենք, Տեր։ Աղոթում եմ, որ հիմա Տեր օգնես, որ մեր միտքը բաց լինի խոսքիդ նկատմամբ, Տեր, եւ քո կամքը ճանաչելով քեզ մեծարենք ու քեզ փառավորենք, Տեր։ Աղոթում եմ, որ այցելություն անես ու օգնես, որ իրապես ոչ թե փափագենք ինչ որ տեսանելի հրաշքների կամ տեսիլքների, այլ Տեր, փափագենք քո խոսքը, որտեվ քո խոսքն է, որ ամուր հիմք է դառնում մեր հավատքի համար, Տեր Աստված։ Ուստի ողորմիր, գթա եւ դու փառավորվիր։ Հիսուսի սուրբ անունով, ամեն։ Նստեք, խնդրեմ։ Այս հատվածում մենք հստակ տեսնում ենք, որ մարդու ամենամեծ խնդիրը ոչ թե Աստված հայտնության պակասն է, այսպես ասած Աստվածաշնչի հասանելիությունն է, այլ ստացված Աստված հայտնության մերժումը կամ որոշ առումով անտարբերությունը։ Որքան շատ են մարդու կյանքում Տիրոջ կատարած գործերը, հիշեք, այդքան մեծ է նրա պատասխանատվությունն Աստծո առաջ։ Ինչքան Աստված մեր կյանքում ներգործում է, ինչքան Աստված մեզ տալիս է մեր կյանքում տարբեր իրավիճակներում, այդքան էլ ավելանում է մեր պատասխանատվությունը Աստծո առաջ։ Եվ Հիսուս այս հատվածում բացահայտում է 3 իրողություն, որոնք ի հայտ են գալիս, երբ մարդը ինչ է անում, ականատես է լինում Աստծո գործերին։ Առաջինը, սերներ, Աստծո գործերը միշտ չէ, որ բերում են ապաշխարության։ Ուզում եմ հստակ հասկանանք մի ճշմարտություն։ Աստծո գործերը, այն ամեն ինչ որ Տերը մեր կյանքում անում է, պարտադիր չէ, որ բերում են դեպի ապաշխարության դարձի։ 20 համարը եւս մեկ անգամ ուզում եմ կարդալ։ Նայեք ինչ է ասում Հիսուս։ Ասում է այդ ժամանակ Հիսուս սկսեց նախատել։ Եթե կհիշեք անցած քարոզի շրջանակում մենք արդեն խոսեցինք
Հովանես Մկրտչի մասին, որ որոշակի կասկածներ կամ ավելի ճիշտ անհասկացողություն ուներ, թե ինչ է կատարվում, ինքը բանտարկված լինելով չի տեսնում, որ Մեսիան հաստատում է իր թագավորությունը իր հասկացողության շրջանակում եւ ուղարկում էր իր աշակերտներին, որպեսզի ճշտեին։ Եվ դրա հետ մեկտեղ նաեւ կողքն ենք տեսնում մարդկանց, ովքեր որ Հիսուս հարց է առաջացնում, ում եկաք տեսնելու Քամուլ շարժված մեկի եւ այլն, եւ դրանից հետո անդրադառնում է նաեւ ինքն իրեն, որ Հովանեսին ասում եք դիվահարված է, խենթի պես գնացել է, անապատում է ապրում, չգիտեմ, ասկետիկ կյանքով է ապրում, իսկ Հիսուսի կամ իր մասին էլ ասում էին, չգիտեմ, ուտում, խմում է, բան անում, մեղավորների հետ, ինքը ոնց կարա Մեսիա լինի։ Այսինքն մենք տեսնում ենք ինչ հակառակություն։ Մենք տեսնում ենք մերժում։ Եվ դրանից հետո Հիսուս ինչ է սկսում անել, գրված ասում է, սկսեց նախատել այն քաղաքներին, որոնցում նրա հրաշքներից շատերը կատարվեցին, սակայն նրանք չապաշխարեցին։ Ուրեմն ինչ ենք տեսնում, այս իրավիճակում տեսնում ենք, որ մերժումը արդեն կայացած փաստ էր։ Այսինքն մերժումը տեղի էր ունեցել, եւ Տեր Հիսուս Քրիստոս հրապարակայնորեն ինչ է սկսում անել, նախատել նրանց։ Սկսեց, այսինքն շարունակական գործողություն է, որ հրապարակայնորեն Տեր Հիսուս Քրիստոս դատապարտում այն քաղաքներին, որոնք որ մերժեցին իրեն, կամ անտարբեր գտնվեցին այն բոլոր ուսուցումներին, հրաշքներին, որը որ Տեր Հիսուս Քրիստոս ինչ էր արել էր քաղաքներում։ Նախատել հունարեն բառը նշանակում է հանդիմանել, մեղադրել, դատապարտել։ Այսինքն Հիսուս այլևս պարզապես չի սովորեցնում, չի եկել նոր ինչ-որ դասեր տալու, այլ ինչ է անում, հրապարակայնորեն բացահայտ կերպով ժողովրդի անհավատությունն է ինչ անում, դատապարտում։ Մի եղբայր հետևյալն է գրում, ասում է, Քրիստոսի հրաշքները երբեք ինքնանպատակ չէին։ Այսինքն Տեր Հիսուս Քրիստոս հրաշքը զուտ հրաշքի համար չէր անում, որպեսզի ասենք մարդիկ տեսնեն, ասեն, վաո, այս ինչ հզոր մեկն է, այս ինչ հրաշքներ անում։ Նպատակը դա չէր, մենք արդեն մի քանի անգամ սրա մասին խոսել էինք։ Դրանք կոչ էին դեպի ինչ, ապաշխարություն, դեպի դարձ, առ Աստված ընթացք, ոչ թե պարզապես զարմանք առաջացնելու միջոց։ Չնայած, եթե պատմությունը հիշում եք, մարդիկ կային, ովքեր որ Հիսուսին փնտրում էին, ինչի որտեվ հրաշք էին ուզում տեսնեին։ Լսել էին, որ ինչ որ բաներ է անում, ուզում էին տեսնեին, ասեն մի հատ Հիսուսին տեսնեն, կարծես թատրոն են գնացել, կամ կրկես են գնացել, ուզում են աճպարարություն տեսնեն։ Հիսուս դրա համար չէր իր բոլոր հրաշքները կատարում։ Հրաշքների նպատակը մեկն էր, որպեսզի ճանաչեին Մեսիային եւ ինչ անեին, ապաշխարեին, դարձի գային, ընդունեին, հավատքով ընդունեին Տեր Հիսուս Քրիստոսին։ Հրաշքներ բառը նշանակում է զորավոր գործեր կամ մի բաներ, որոնք որ մարդկային տրամաբանությամբ անհնարին է բացատրել։ Եվ դրանք ապացուցում էին, որ մեսիական ժամանակաշրջանը ինչ է եղել, սկսվել է, եկել է։ Գիշեք նույն Մատթեոս ավետարան 11-րդ գլուխ 5-րդ համարի մեջ, երբ որ Հովանեսին Հիսուս Քրիստոս ուզում էր պատասխանել, ինչպես պատասխանեց։ 5-րդ համարը, ասեց կույրերը ինչ են անում, տեսնում են, կաղերը քայլում են, բորոտները մաքրվում են, խուլերը լսում են, մեռելները հարություն առնում եւ աղքատներին ավետարանը քարոզում։ Մենք արդեն իսկ ասենք, որ սա ինչ էր, ուղղորդում էր դեպի 5 տակարան, որ երբ որ Մեսիան գա, այս նշաններն են լինելու եւ մարդիկ այն նշանները, այն հրաշքները, որ Տեր Հիսուս Քրիստոս կատարում էր, տեսնելով ինչ պետք է անեին, հասկանային, որ Մեսիան եկել է եւ լսելով իր ուսուցումը, որ քարոզում էր, ասում էր, ապաշխարեցեք, որտեվ երկնքի արքայությունը մոտ է, ինչ անեին, հնազանդվելով ընդունեին նրան։ Խոնարհվեն իր մեծության առաջ։ Սա էր այն, ինչ որ Տեր Հիսուս Քրիստոս ակնկալում էր այդ մարդկանցից։ Հիսուս չէր փնտրում մարդահաճություն, ոչ էլ ձևական հետնորդների ամբոխ։ Ինչի որտեվ եթե դրա կարիքն ունենար, երբ որ մի հատ հրաշք էր անում, օրինակի համար կտեսնեք, երբ որ հացն է բազմացնում կամ ձուկը, բավականին մեծ ամբոխ է սկսում Հիսուսին հետևել։ Հիսուս ասում է, գիտեք ինչ եք գալիս։ Որտեվ սովածացել եք, էլի եք ուզում հաց ուտեք։ Որտեվ ձեզ համար հարմար է, այսպես ասած ոչ մի բան չենք անում, թող մեկը գա ու ինչ անի, մեզ հացով ամեն ինչով ապահովի։ Մենք էլ սիրուն կհետևենք Տեր Հիսուս Քրիստոսին։ Այս տրամաբանությունը մինչև այսօր գոյություն ունի։ Մարդիկ կան, ովքեր որ հետևում են Հիսուսին իրենց տրամաբանության մեջ, որպեսզի Հիսուսից շահեն,
իրենց նյութականի, իրենց առօրյայի կարիքների համար, երկրորդները կան, որոնք որ դեռ չեն հետևում, բայց նպատակը էս է։ Ես որ գամ ձեր եկեղեցի, ինձ ինչ կտակ։ Գիտեք, այս արտահայտությունը շատ է եղել։ Ժամանակին աշակերտներն էլ էին մոտենում, ասում էին, ինչ կա, 2 կոպեկ տուր մեզ։ Պետրոսն ու Հովհաննեսն ասացին, ոսկե արծաթ չունենք, բայց Տեր Հիսուս Քրիստոսին ունենք։ Այսինքն մեր նպատակը յուղ ու բրինձ բաժանելը չէ, ոչ էլ յուղ ու բրինձ բաժանելով մարդկանց դեպի Քրիստոսը տանելը չէ, ինչի որտեվ Տեր Հիսուս Քրիստոս ինքը այդպես չվարվեց, այլ հակառակը հանդիմանեց բոլոր նրանց, ովքեր որ ուզում էին Հիսուսին հետևել, այդ ամեն ինչի համար, կատարած հրաշքների համար, դե լավ կլինի, որ մեկի կողքը լինենք, ով որ զորություն ունի կարծես, իշխանություն ունի, մենք էլ իր հետ կլինենք։ Բայց Տեր Հիսուս Քրիստոսին չէր քարոզում Մատթեոս 4:17։ Ապաշխարեք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը։ Իսկ իրենք ինչ արեցին, ապաշխարեցին։ Չէ, գրված է իրենք մերժեցին, չապաշխարեցին։ Մնացին նույն կարգավիճակում։ Ապաշխարություն նշանակում է մտքի փոփոխություն։ Այսինքն ապաշխարությունը զուտ մեխանիկական գործողություն չէ։ Օրթոդոքս եկեղեցիների մեջ ապաշխարությունը մտնում է խորհուրդներից մեկը եւ ինչա զուտ իր մեջ պարունակում։ Մեկը մոտենում է քահանային, որոշ բաներ են ներկայացնում կաթոլիկները ավելի մանրամասն իրենց մեղքերը ներկայացնում են քահանայի առաջ եւ դրանից հետո քահանան ինչ անում, բաց է թողնում այդ մեղքերը։ Առաքելական եկեղեցում այդ սովորությունը չունենք մեղքերը ձև ասած քահանաների առաջ արտասանելու կամ ասելու, բայց այնուամենայնիվ կարգը կա, որոշակի գումար վճարում ես, մոտենում ես քահանային, ասում ես, անուն ազգանոտ վերցնում է, որոշակի աղոթք կա բարձրացնում եւ հայտարարում է, որ վերջ։ Այս մարդը ինչ արեց, ապաշխարեց։ Ապաշխարությունը սրա մասին չի։ Դուք կարաք ձեր մեղքերը հազարներով խոստովանեք, բայց երբեք դրանց համար զղջում չապրեք։ Ընդհանրապես պետք է ասել, հարց չկա, կգնամ այդ ցանկը սաղ կներկայացնեմ, քահանան կասի, «Վсё, ազատ ես, գնա հանգիստ էլի մեղքերդ գործի»։ Սա ապաշխարություն չի։ Ապաշխարությունը մտքի փոփոխությունն է, երբ որ իմ մտածելակերպը, իմ շարժառիթները, իմ կյանքի ընթացքը փոխում եմ դեպի Աստված։ Առաջ ընթանում է այնպես, ինչպես որ բոլորն էին ընթանում, քայլում եմ իմ ցանկությունները կատարելով, իսկ հիմա ինչ եմ անում, դարձի եմ գալիս, ապաշխարում եմ, այսինքն զղջում ապրելով, հավատալով, ընդունելով Տեր Հիսուս Քրիստոսին, ցանկություն ունեմ հետևելու իրեն, ապրելու այնպես, ինչպես որ ինքն է կատարում։ Եվ այդ մտքի փոփոխությունը նաև իր խոսքի միջոցով է լինում, երբ որ իր խոսքը ընդունում եմ, իմ աշխարհ հայացքը, իմ հասկացողությունն է փոխվում, եւ այս ամեն ինչը նորից Տերն է անում մեր սրտի հետ։ Ուստի սիրելիներ, մի ակնկալեք կամ մի սպասեք, ասեք, դե դեռ ժամանակ ունենք եւ այլն եւ այլն։ Եթե մինչեւ հիմա դեռ Տեր Հիսուս Քրիստոսին չեք ճանաչի, ինչ արեք։ Խոստովանեք։ Տիրոջ առաջ խոստովանեք, քահանայի մարդու առաջ ձեր մեղքերը մի խոստովանեք։ Այն առումով, որ Տերն է ներողը։ Չնայած Հակոբոս Արաքյալն ասում է, որ մեկդ մյուսի մեղքեր խոստովանեք, ոչ թե նա համար, որ թողություն ստանաք, այլ որպեսզի մեկդ մյուսին ինչ անեք, օգնեք, բարձրացնեք, որ այլևս այդ մեղքի մեջ չլինեք։ Տերն է, որ ներում է, Տեր Հիսուս Քրիստոսն է, որ այդ հնարավորությունն է տվել խաչի վրա իր արյունը թափելով մեզ փրկություն պարգևել։ Ինչ արեցին այս քաղաքները, մերժեցին, բավականին հրաշքներ գործեր տեսել էին Տիրոջ, բայց ինչ արեցին, մերժեցին։ Հիշեք, արտաքին արտոնությունները հրաշքների տեսքով նորից չեն փրկում։ Բավական չի, որ ինչ որ հրաշք տեղի ունենա քո կյանքում, որ դու դրանով համարվես փրկված։ Գիտեք, այնքան մարդ կա, ում հետ որ խոսել եմ, ինձ մոտենում ասում են, հա Տերը ինձ այս հարցում ազատեց, Տերը ինձ ստեղ փրկել է, ես Տիրոջ գործը տեսել եմ։ Եվ դրա որպես հետևանքը ինչ է եղել։ Տերը այցելել է, Տերը ազատել է, Տերը փրկել է, հաս չկա, համաձայն եմ։ Դրանից հետո ինչ տեղի ունեցավ։ Կյանքիդ մեջ ինչ փոփոխություն եղավ։ Ոչ մի փոփոխություն չեղավ։ Չգիտեմ, հիվանդ էիր, հիմա բժշկվեցիր, գնում ես նույնիսկ նույն քո կյանքով ապրում էիր։ Այլ խնդիրներ ուներ, այդ խնդիրների հարցերը լուծվեցին, նորից մոռանում ես Աստծուն ու ապրում ես քո կյանքով։ Երբ որ Ամերիկայում երկու են երկնաքերերը տերակտից, գիտեք, փլվեցին, այդ ժամանակահատվածում եկեղեցիներում չեք պատկերացնում նստելու տեղ չկար, ինչի որտեղ մարդիկ
վտանգը տեսան եւ դրանից ելնելով փնտրում էին ապահովություն եւ հիշեցին Աստծուն։ Կարճ ժամանակ ընդամենը տևեց։ Դրանից հետո նորից անցան իրանք հին գործին։ Երբ որ Հայաստանում պատերազմ էր, ամեն մեկը հայրմերով էին սկսում, բոլորը հավատացյալ էին, բոլորն ասում էին տիրոջմով կհաղթենք եւ այլն, պատերազմը անցավ, ամեն ինչը խաղաղվեց, բոլորն էլ նորից մոռացան, անցան իրենց հին կյանքին ընթացքին։ Դրա համար արտոնությունները կամ տիրոջ գործերը մեր կյանքում, որոնք որ տեսել ենք անձամբ, ինչքան էլ դա սուբյեկտիվ կլինի, մենք կարանք ասենք, տեսել ենք տիրոջ ձեռքը մեր կյանքում։ Դա դեռևս չի նշանակում, որ փրկված եք։ Դա դեռևս չի նշանակում, որ Տերը ճակերտավոր ձեզ հետ է։ Եթե փոփոխություն դարձ չկա, Քորազինը, Բեթսայիդան գտնվում էին Հիսուսի ծառայության կենտրոնում։ Նրանք տեսել էին բժշկություններ, դիվահարների ազատագրումներ, լսել էին Քրիստոսի ուսուցումները, սակայն այդ ամենը չփոխեց նրանց սիրտը։ Փոլ Վոշերն է ասում է, ոչ մի հրաշք ինքնին իրեն չի կարող փափկեցնել ապստամբ սիրտը։ Այսինքն, երբ որ մեկը հրաշք է տեսնում իր կյանքը, այն ապստամբ սիրտը, որ ունի, այդ հրաշքը ինքնին իրանով, այդ ապստամբ սիրտը չի փափկեցնում։ Միայն Աստծո շնորհքը կարող է մարդուն բերել դեպի ապաշխարության։ Տիրոջ շնորհքն է։ Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, որ մեզ փրկում է։ Մեր կարծր սիրտը փափկեցնում է, որպեսզի մենք ինչ անենք, ընդունենք մեր մեղավոր էությունը եւ դարձով ապաշխարությամբ գանք իրեն առաջ։ 21 համարի մեջ ասում է վայ քեզ Քորազին, վայ քեզ Բեթսայիդա։ Ուզում եմ նախ եւ առաջ մի փոքր քաղաքներին անդրադառնալ։ Նայեք, Քորազինը գտնվում էր Կափառնաումից մոտ 3 կիլոմետր հյուսիս։ Ճիշտ է, ավետարաններում չունենք կոնկրետ թե Տեր Հիսուս Քրիստոսը ինչ հրաշքներ է այնտեղ արել, որը օրինակի համար կատարվել էին այնտեղ, բայց ստեղ տեսնում ենք, որ փաստորեն Հիսուս բավականին շատ հրաշքներ այնտեղ արել էր, սակայն մարդիկ ինչ արեցին, մերժեցին։ Բավականին բարեկեցիկ գյուղաքաղաք էր եւ հայտնի էր հատկապես ցորենի արտադրությամբ։ Բեթսայիդան գտնվում էր Գալիլայի ծովի հյուսիսային հատվածում, Հորդանան գետի մերձակայքում։ Ուշադրություն դարձրեք, դա Պետրոսի, Անդրեասի եւ Փիլիպոսի հայրենի քաղաքներն էր։ Կարող եք կարդալ Հովանու 1:44-ում է։ Եվ հետաքրքիր է, որ Պետրոսը այնտեղ ծված լինելով, մենք տեսնում ենք, որ ինքը կարողացել էր այնքան գումար վաստակել, որ Կափառնայում շատ ավելի մեծ քաղաքում տուն ուներ։ Հիմա դրա մասին շատ չեմ ասի։ Գրված է օրինակի համար Մատթեոս 8:22-ից 26-ում, որ Տեր Հիսուս Քրիստոս Բեթսայիդայում կույր է բժշկում։ Ղուկաս 9:10-ում տեսնում ենք, որ հիշատակվում է Հիսուս բազմաթիվ մարդկանց ծառայեց այդ շրջակայքում, այսինքն ինչ արեց, ոչ միայն քարոզեց, այլ նաև բժշկեց, այցելեց, շատերի հոգսերը ինչ արեց, թեթևացրեց, լուծեց որոշ խնդիրներ, բայց այս մարդիկ չապաշխարեցին։ Ուշադրություն դարձրեք բառին, ասում է վայ քեզ, վայ բառը 5 կտականից է գալիս եւ սա մարգարեական դատապարտության խոսելաձևներ։ Մարգարեները, երբ որ ուզում էին որևիցե քաղաքի կամ մարդկանց դատապարտեին, այդ արտահայտությունն էին ասում, վայ էին ասում։ Օրինակի համար Եսայա մարգարեություն 5-րդ գլուխ 8-րդ համարը։ Եսայա մարգարեն ասում է. վայ նրանց, որոնք մեկ տունը մյուսին են կցում, արտի վրա արտ են ավելացնում, մինչև որ այլևս տեղ չմնա։ Հիմա չեմ ուզում կոնտեքստին զուտ անդրադառնամ, բայց ուզում եմ ուշադրություն դարձրեք։ Եսայա մարգարեն, երբ որ ուզում էր հանդիմաներ դատապարտել մարդկանց, 5 կտականում նույն տերմինն էր օգտագործում, ասում էր վայ ձեզ։ 5-րդ գլուխ 11 համարը նորից ասում է. վայ նրանց, որ վաղ առավոտյան են վեր կենում, ընկնում են օղու հետևից, երեկոյան ուշանում են, մինչև գինին նորից տաքացնում են նրանց։ Ուշադրություն դարձեք, նույնիսկ Եսայա մարգարեն ինչ է անում, հանդիմանում է, դատապարտում է։ Ամբակում 2:6 նորից մարգարեներից մեկը։ Վայ իրենը չեղվածը շատացողներին, միջև երբ եւ իր վրա ծանր գրավներ բերողներին։ Եվ Եզեկիել 16-րդ գլուխն էլ կարող եք նայել, 23 համարը չեմ կարդալու։ Ուզում եմ ինչի համար եմ ուշադրություն դարձնեք, որ 5 կտակարանում մարգարեները, երբ որ ուզում էին հանդիմանեին, դատապարտեին մարդկանց, ինչ էին ասում, վայ ձեզ։ Տեր Հիսուս Քրիստոս
Մատթեոսի ավետարանը նույնպես օգտագործում է այս տերմինաբանությունը։ Վայ քեզ, ինչ Բեթսայիդա, վայ քեզ Գորազին։ Այսինքն այս վայը այն դատապարտությունն էր, որ իրենց համար ինչ էր, ծանոթ էր։ Գիտեին, որ 5 տականում մարգարեները նման ձևով էին հանդիմանում, նման ձևով էին դատապարտությունը առաջ բերում։ Այստեղ Հիսուս պարզապես ցավ չի քաշում։ Չի ասում, այ ափսոս, որ բան չարեցիք, չապաշխարեցիք, դարձի չեկաք, այլ դատաստանի հայտարարություն է անում։ Հնարավոր է հիշեք, լսեք բազում քարոզներ։ Կարդաք Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ։ Նույնիսկ տեսնեք ձեր աղոթքի պատասխանները, ձեր տրամաբանությամբ նույնիսկ հրաշքներ տեսնեք, բայց երբեք ձեր սիրտը ապաշխարած չլինի։ Կարող եք ձեր ողջ կյանքում նույնիսկ կիրակի օրը գաք պաշտամունքին, նստեք, լսեք, ամեն ասեք եւ այլն, բայց երբեք Տիրոջ չհետևեք։ Ու պետք է նորից այս բոլոր արտոնությունները ասեմ ոչ թե օգնություն են լինելու, ոչ թե արտոնություն են լինելու, այլ հակառակը, դատապարտություն են լինելու ձեզ համար։ Ինչի, որովհետև չենք կարող ասենք, դե մենք չենք տեսել կամ չենք լսել։ Գիշեք մի պատմություն նոր գտականում, որ մարդ կար, մեկը կար ասում էր, մինչև չտեսնեմ չեմ հավատալու։ Թովմասն էր, աշակերտներից մեկն էր։ Աշակերտներն ասին Հիսուսին հարություն առած տեսել ենք, Թովմասն ասեց, չեմ հավատում։ Մինչև չտեսնեմ, մինչև ձեռքերս խոցերի մեջ չմցնեմ մատներս, չեմ հավատալու։ Երբ որ Հիսուս հայտնվեց, դրանից հետո հավատաց։ Հովանու 20:29-ում Տեր Հիսուս Քրիստոս հետևյալ խոսքն ասեց։ Հիսուս նրան ասեց. հավատացիր, քանի որ տեսար ինձ, ուշադրություն դարձրեք, երանի նրանց, ովքեր կհավատան առանց տեսնելու։ Ում մասին է խոսքը գնում։ Մեզ, մեր ժամանակները, որտեղ մենք Հիսուս Քրիստոսին ֆիզիկապես չենք տեսնում, այն ամեն հրաշքները, ինչ որ ժամանակին Տեր Հիսուս Քրիստոս կատարում էր, այսօր նման կերպով չենք տեսնում։ Բայց Տեր Հիսուս Քրիստոսն ինչ ասաց, երանի նրանց, ովքեր որ չեն տեսնի ու կհավատան։ Ուրեմն ինչ արա, հավատա ու կփրկվես։ Հավատա ու կփրկվես։ Խոստովանիր, դարձի եւ կփրկվես։ Այլ տարբերակ չկա։ Երկրորդ իրողությունը, Աստծո գործերը մեծացնում են մարդու պատասխանատվությունը։ Ինչքան որ Տերը մեր կյանքում գործում է, այդ բոլոր գործերը եւ Աստված հայտնությունը բարձրացնում են մեր պատասխանատվությունը Տիրոջ առաջ։ 22 համարը։ Բայց ձեզ եմ ասում, ուշադրություն դարձրեք, Տյուրոսի ու Սիդոնի համար դատաստանի օրը ավելի հեշտ կլինի, քան ձեզ համար։ Հիմա նայեք, Տեր Հիսուս Քրիստոս եւս երկու քաղաքի անուն է բերում։ Տյուրոսը եւ Սիդոնը։ Տյուրոսը եւ Սիդոնը 5 տակարանյան հեթանոսական քաղաքներ էին, որոնց նկատմամբ մարգարեություններ կային, որ Տեր Աստված ինչ անելու, դատապարտելու է նրանց։ Եսայա 23-րդ գլխում ենք տեսնում, օրինակի համար գրված է առաջին համարը, Տյուրոսի մասին պատգամը, ողբացեք ով Թարսիսի նավեր, որովհետև կործանվեց Տյուրոսը, ոչ տուն կա, ոչ նավահանգիստ։ Եզեկիել մարգարեն նույնպես 26-ից 26-ից մինչև 28-րդ գլուխը խոսում է թե Տյուրոսի մասին, թե Սիդոնի մասին։ Ու նայեք, Սիդոնը հնագույն էլի Փյունիկե քաղաքներից մեկն էր, որը որ գտնվում էր միջերկրական ծովի Տյուրոսի հյուսիսին։ Այն հայտնի էր իր ծովային առևտրով, հարստությամբ, կռապաշտությամբ ու 5 տականում ասացի, որ մարգարեությունները բազում էին, որ իրենց կռապաշտության համար Տերը դատապարտում է այդ քաղաքները։ Նայեք, մենք գիտենք, որ Տյուրոսն ու Սիդոնը հրյաների համար համարվում էին որպես չար հեթանոսական քաղաքների օրինակ։ Այսինքն իրենք ունեն 5 տականը, որի շրջանակում տեսնում են, որ ահա քաղաքներ են եղել, որոնք որ իրենց կռապաշտության որպես հետևանք Տերը կործանել է։ Եվ դա օգտագործում են որպես օրինակ, որ տեսեք, սրանք չար քաղաքներ են։ Սակայն Հիսուս ինչ է անում, մի ցնցող հայտարարություն է անում։
Եթե այստեղ կատարված լինեին նույն այն հրաշքները կամ նույն այն զորավոր գործերը, որոնք կատարվեցին որտեղ Քորազինում եւ Բեթսայիդա, նրանք վաղուց քուրձով ու մոխրով ապաշխարած կլինեին։ Քուրձ ու մոխիրը գիտեք ինչ նկատի ունի։ 5 տականում նորից ապաշխարության դարձի նշաններն էին։ Մենք տեսնում ենք, որ Նինվեի ժողովուրդն է քուրձով որպես մոխրով, որպես նշան ապաշխարության գալիս են։ Եսթեր գրքում կարող եք տեսնել, որ եսթերն է խնդրում, որ աղոթեն եւ ծոմի մեջ լինեն, քուրձ հագնեն, մոխիր ցանեն աղոթքով, որպեսզի խնդրի մեջ էին կանգնած։ Եվ Աստված հաշվի է առնում այն ամենը, ինչ որ մեզ տրված է, այսինքն Աստված հայտնության չափսը։ Ինչ եմ սա ասում, որովհետև մենք գիտենք, որ Աստվածաշունչը միանգամից չի տրվել։ Ժամանակի ընթացքում է ինչ եղել, հայտնվել։ Ժամանակի ընթացքում է Տերը ինքն իրեն հայտնել։ Եվ այս պարագայում ինչքան որ մեզ հայտնված է իր խոսքը, այդքանի համար էլ մենք պատասխանատվություն ենք կրում։ Դրա համար ասում է ավելի հեշտ կլինի ու տվյալ արտահայտությունը գիտեք ինչա ցույց տալի, որ դատաստանի մեջ նույնպես կան աստիճաններ, տարբերություն կա։ Ղուկասի ավետարան 12:47-ից 48 համարներն եմ ուզում ընթերցենք։ Ղուկաս 12:47-ից 48։ Իսկ այն ծառան, որ իր տիրոջ կամքը իմանալով ուշադրություն դարձրեք, ոչինչ չի պատրաստի եւ ոչ էլ նրա կամքը կատարած կլինի, շատ խիստ կպատժվի։ Ուշադրություն դարձեք, մի օրինակ է բերում, որտեղ որ ծառան ինչ է, գիտի տիրոջ կամքը, բայց որևիցե բան չի անում։ Ասում է, որ իր պատինժը շատ խիստ կլինի, 48 համարը։ Իսկ նա, ով չիմանալով ծեծի արժանի բան արեց, քիչ կպատժվի, այսինքն նորից պատժվելու է, բայց ավելի քիչ է պատժվելու, որովհետև չի իմացել դրա մասին։ Նրան ում շատ է տրված, նրանից շատը կպահանջվի, եւ ում շատ է վստահվել, նրանից էլ ավելի կպահանջվի։ Դրա համար եմ ասում, կարող եք 1000 քարոզներ լսած լինեք, խոսքը կարող եք կարդացած լինել, բայց եթե այդ խոսքին չեք հնազանդվում, իմացեք շատ ավելի մեծ դատապարտության առաջ ենք կանգնելու։ Ամեն մեկս։ Հռոմեացիս 2:5-6 Բայց դու քո խստությամբ եւ չզղջացող սրտով քո անձի հանդեպ բարկություն ես կուտակում Աստծո բարկության եւ այն արդար դատաստանի հայտնության օրվա համար։ 6-րդ համարը Նա յուրաքանչյուրին ըստ իր գործերի հատուցում է տալու։ Աստված հատուցում է տալու ամեն մեկին ըստ իրենց կատարած գործերի։ Մի եղբայր եւս գրում է, ասում է, դժողքը բոլորի համար նույն չափով չի լինելու։ Պատիժը համապատասխանում է մերժված ճշմարտությանը եւ մերժված Աստված հայտնության չափին։ Այսինքն ինչքան որ ինձ տրվել էր, ինչքան որ ես լսել եմ, այդքան էլ պատասխան եմ տալու։ Դրա համար նորից չենք կարող ասենք, գիտես ինչ կա, ես չգիտեի, ես չէի լսել, ես Քրիստոսի մասին չգիտեի եւ այլն եւ այլն։ Այս բոլոր արդարությունները չի կարող աշխատի Տիրոջ մոտ, որտեվ եկեք անկեղծ լինենք, Հայաստանում կա մեկ ով որ Քրիստոսի մասին չի լսել։ Կա մեկը։ Չէ, բոլորն էլ լսել են, բոլորն էլ գիտեն, բոլորն էլ ամենաքինչը իրենց տանը նոր գտական ունեն։ Բայց քանիսս ենք բացեք արթացել, քանիսս ենք փորձել ճշմարտությունը ճանաչել, քանիսս ենք ճշմարտապես, եթե մեկը մեզ հարցնի, լավ քրիստոնյա ես, պատմի ինձ քո քրիստոնեությունից, ինչ կարող ենք ասել, կարող ենք ինչ-որ մի բան ասել, թե ոչ։ Ուշադրություն դարձեք եւս մեկ հետաքրքիր բան։ Աստված գիտի նաեւ պայմանական իրողությունները։ Սա ինչ է նշանակում։ Եթե օրինակի համար ասում է, եթե Տյուրոսում եւ Սիդոնում կատարված լինեին, այսինքն Տիրոջ գիտությունը չի միայն սահմանափակվում այն իրողությամբ, որը որ կա, եւ Տերն ասում է, եթե այդպես լիներ, այս քաղաքները ապաշխարած կլինեին։ Նա գիտի ոչ միայն այն, ինչ եղել է, այլև այն, ինչ կլիներ, եթե հանգամանքները տարբեր լինեին։ Տեր Աստված ամենագետ է, ամենաիմաստունն է եւ ողջ փառքը իրենն է։
Բայց սրա շրջանակում երեք կարևոր բան կա, որ ուզում եմ շեշտել, որը որ Դոնալդ Կարսոնն է գրում։ Ուշադրություն դարձրեք։ Աստված գիտի նաև այն, ինչ մարդիկ կանեին այլ պայմաններում, սրա մասին ասենք, բայց եւս երկու բան ուզում եմ ուշադրություն դարձնեք։ Երկրորդ ասում է, Աստված պարտավոր չէ նույն չափով Աստված հայտնություն տալ բոլորին։ Որովհետև սրանից կարա առաջանա հարցեր։ Բա Տեր, եթե տենց էր, ինչու այդպես չարեցիր։ Եթե այսպես էր, ես ինչի ծնվեցի այստեղ այս պայմաններում եւ այլն եւ այլն։ Մարդիկ կան, որ նորից մոտենում են, ասում են, բալավ են մուսուլմանները, որ մուսուլմանական երկրում են ծնվել, իրանք ինչ անեն։ Ես այդ հարցերի պատասխանը չգիտեմ, բայց գիտեմ մի իրողություն, որ ամեն մեկը պատասխանատվություն է կրելու այն հանգամանքների ու այն Աստծո ճանաչողության շրջանակում, որտեղ որ ինքը գտնվում է։ Եվ ամենակիչը Հռոմեացիս առաջի գլխում ասում է, մենք ինչ ունենք, արարչագործությունը։ Մեր աչքերը տեսնում են Տիրոջ արարչագործությունը ամեն օր։ Երբ որ դուրս են գալի, տեսնում ենք երկինքը, բնությունը, տեսնում ենք նույնիսկ ինքներս մեզ, այս բարդ կառուցվածքը, կենթանական աշխարհը։ Այո, սա ուղիղ հայտնությունը չէ Աստծո, բայց ամենակիչը սա ապացույցն է, որ Տերը գոյություն ունի, Արարիչը գոյություն ունի։ Եվ դրա համար ասում է, որևիցե մեկը, որևիցե պարագայում արդարանալու տեղ չունի։ Առավել ևս, երբ որ խոսքը վերաբերվում է մեզ, որ երբ որ մենք ունենք ամբողջական Տիրոջ խոսքը։ Եվ երրորդը, նա ասում է, վերջնական դատաստանը հաշվի է առնելու մարդու ստացած հնարավորությունները։ Այսինքն, այն հնարավորությունը, այն կարողությունը, որը որ մարդն ուներ Աստված հայտնության շրջանակում, այդքանի էլ շրջանակում էլ վերջնական դատաստանի առաջա կանգնելու։ Տերը ավել բան չի պահանջելու, ինչ որ ինքը տվել է։ Բայց դա ինչ է նշանակում, մարդիկ կազատվեն առանց Տիրոջ։ Չէ, որևիցե մեկը չի ազատվելու, որևիցե մեկը չի կարողանալու Տիրոջ առաջ կանգնի եւ որևիցե կերպով պատասխան տա այն բոլոր մեղքերի համար, որ մենք բոլորս արել ենք։ Գիտեք, մեր նույնիսկ օրենքների մեջ էզևի մի հասկացողություն կա։ Չնայած որ մարդը կարող է օրենքը չիմանա, երբ որ օրենքը խախտում է, այդ օրենքի առաջ գիտեք ինչա մարդը պատասխանատու է։ Այսինքն դուք չեք կարա կանգնեք, ասեք, դե ես չգիտեի, որ քրեական օրենսգրքի էս ինչ հոդվածով, էս ինչ արարքը մեղք էր կամ հանցանք էր, դրա համար եմ արել, ուրեմն ինչ արեք, ինձ ազատեք։ Գուցե դա մեղմացուցիչ որևիցե հանգամանքներ համարվի դատավորի կողմից, բայց այնուամենայնիվ պատիժը ինչ ենք անելու, կրելու ենք։ Նույնն էլ այստեղ է, եթե որևիցե մեկն ասում է, դե ես չգիտեի, Աստծո խոսքը չեմ կարդացել, երբեք չեմ իմացել, դա չի ազատելու պատասխանատվությունից։ Ինչքան էլ որ ասենք չենք իմացել կամ չենք կարդացել։ Ո՞վ է մեղավոր, որ չենք իմացել ու չենք կարդացել։ Մենք։ Եթե ձեզանից մեկը Սուրբ Գիրք, Նոր Կտակարան Աստվածաշունչ չունեք, պաշտամունքից հետո մոտեցեք, մենք այդ ամեն ինչը կկազմակերպենք, որպեսզի խոսքը իմանաք։ Եվ երրորդը սիրելիներ վերջացնում եմ։ Աստծո գործերը մերժողները դատաստանի են արժանանալու, ինչ որ արդեն իսկ ասում է 23-ից 24 համարներ։ Եվ դու Կափառնայում, որ մինչև երկինք ես բարձրացել, Տեր Հիսուս Քրիստոսն է ասում։ Հիմա նայեք, Կափառնայում արդեն այն երկու քաղաքներից եթե համեմատենք, բավականին ավելի մեծ էր, բավականին հայտնի էր եւ հարուստ էր Գալիլեայի շրջանակում։ Եվ Հիսուսի ծառայության կենտրոնը այնտեղ էր գտնվում։ Մի քանի անգամ կարող եք տեսնել Մատթեոս 4-րդ գլուխ 13 համարը, մեկը 9-րդ գլուխ 1-ի համարը, երբ որ ծառայություն էր անում, շատ դեպքերում Տեր Հիսուս Քրիստոս գնում էր ուր Կափառնայում։ Բնակչությունը մոտավորապես 1500 մարդ էր։ Ու այնտեղ բազմաթիվ հրաշքներ էր Տեր Հիսուս Քրիստոս կատարել։ Մատթեոս 8-ում տեսնում ենք, որ հարուրապետի ծառային է բժշկում Տեր Հիսուս Քրիստոս։ Մատթեոս 8-րդ գլխում նորից տեսնում ենք Պետրոսի զոնքաչին է բժշկում, հիշում եք ասի, որ Պետրոսը այնտեղ տուն ուներ։ Եվ արդեն 16-ից 17 համարներում տեսնում ենք, որ ասում է բազմաթիվ հիվանդների Տեր Հիսուս ինչ արեց, բժշկեց։ Անդամալույցի բժշկումը, իսկ Մարկոս 1:33-ում ասում է ամբողջ քաղաքը հավաքվել էր, այսինքն Տիրոջը մասին բոլորը լսել էին։ Բոլորը ինչ որ կերպով մասնակից էին եղել այն հրաշքների, որ Տեր Հիսուս Քրիստոս Կափառնայումում արել էր։
Բայց ինչ արեցին։ Մերժեցին։ Այդքան մեծ Աստված հայտնություն չկար որևիցե այլ քաղաքներում։ Պատկերացնում եք, Տեր Հիսուս Քրիստոսի ծառայության մեծամասնությունը Կափառնայումի շրջանակներում ա եղել։ Հրաշքների մեծ մասը այնտեղ ա արել։ Մարդիկ այս ամեն ինչը տեսան, լսեցին ու ինչ արեցին։ Մերժեցին։ Գրվածը ասում է մինչև երկինք բարձրացել ես, այսինքն քո շրջանակում հայտնի ես, մեծ ես, հարուստ ես, բայց ասում է մինչև դժոխք պիտի ինչ անես, պիտի իջնես, մինչև դժոխք պիտի իջնես։ Դժոխք բառը Հադես բառն է, որը որ վերաբերվում է հավիտենական դատաստանին։ Այսինքն մերժումը հավիտենական դատաստանի առաջ կանգնում։ Այլ տարբերակ չկա։ Հայտնության գրքի հիմա սերտողությունն ենք միասին անում եւ հայտնության գրքում տեսնում ենք, որ 7 տարվա նեղությունների շրջանակում, երբ որ բավականին մեծ հալածանք է լինելու եւ տիրոջ ուղիղ պատիժն է լինելու մարդկանց վրա, մարդիկ ասելու են, որ երանի թե սարերը մեր վրա ընկնեին եւ այսքանով ամեն ինչը ավարտվեր։ Ուզում են ասեն, որ մահանանք ու պրծնի, այսպես ասած թեման փակվի։ Շատերը նույնիսկ տրամաբանություն ունեն։ Մտածում են մի քիչ խնդիրներ ունենք, էս այն, հա, գնանք ինքնասպան լինենք, վերջ, թեթևանանք, հանգստանանք։ Ժողովուրդ ջան, մահը վերջը չի։ Մահը սկիզբն է, դատաստանի առաջ կանգնելն է։ Եվ այն ամեն ինչի միջով, որ մենք ստեղից անցնում ենք, անհամեմատ է այն ամենին, ինչ որ սպասվում է բոլոր նրանց, ովքեր որ կմերժեն Տեր Հիսուս Քրիստոսին։ Հավատակ թե չհավատակ, ընդունեք թե չընդունեք, իրողությունը դրանից չի փոխվում։ Եվ սա ես չեմ ասում, ով է ասում, Տեր Հիսուս Քրիստոսն է ասում։ Եթե ես եմ զուտ ասում, կարաք չհավատակ, կարաք չընդունեք։ Կարաք ասեք, դե մի հատ տղա է, ինքը իր միտքն ունի, իր տրամաբանությունն ունի եւ այլն եւ այլն։ Բայց Տեր Հիսուս Քրիստոսն է ասում իր խոսքի միջոցով։ Հետաքրքիր եւս մեկ բան։ Շարունակության մեջ, երբ որ կարդում ենք, ուշադրություն դարձրեք, ասում է, որովհետև եթե այն հրաշքները, որոնք քո մեջ կատարվել են, ուշադրություն դարձրեք որտեղ, Սոդոմում կատարված լինեին, մինչև այսօր պահպանված կլիներ։ Վստահ եմ Սոդոմի ու Գոմորի մասին լսել եք, Ծննդոց 18 ու 19-ում կարդացել ենք, թե ինչքան այն մարդիկ պղծության մեջ մտել չարության խորհրդանիշներ եւ որոշ առումով, ասենց ասած, սոդոմական մեղք ասում են համասեռամոլությունն է։ Հիմա էլ են շատ օգտագործում այդ տերմինաբանությունը։ Ուշադրություն դարձեք Հիսուս ինչ է ասում։ Ասում է, որ այն հրաշքները, ինչ որ Կափառնայումում ես արեցի, եթե անեի Սոդոմում, Սոդոմը մինչև հիմա գոյություն կունենար, կլիներ։ Ուշադրություն դարձնում եք համեմատականը։ Ուշադրություն դարձնում եք ինչի մասն է խոսքը գնում։ Եսայա մարգարեության մեջ, ընդհանրապես ոչ միայն Եսայա մարգարեության մեջ 5 տակարանը Սոդոմը միշտ համեմատել է մեղքի կռապաշտության պղծության հետ։ Եսայա մարգարեություն 1:9 Հռոմեացիս 9:29-ում կարող եք տեսնել, Երկրորդ Պետրոս նամակի մեջ կարող եք տեսնել, Հուդա 7-ում օրինակի համար կարդամ լսեք։ Ինչպես Սոդոմն ու Գոմորը եւ նրանց շուրջ եղած քաղաքները, որոնք սրանց նման պոռնկացան եւ այլ բնույթի էության յետևից գնացին, իբրև օրինակ դարձան հավիտենական կրակի դատաստանն ընդունելով։ Ուշադրություն դարձրեցիք, Սոդոմն ու Գոմորը օրինակ է դառնում դատաստանի, որը որ գալիս է ումից Աստծուց։ Եվ հիմա Տեր Հիսուս Քրիստոսն ասում է, ահա Կափառնայումը, որտեղ որ հրաշքների մեծ մասն է տեղի ունեցել, եւ ունենք ինչ, այն պիղծ Սոդոմն ու Գոմորը։ Ասում է, եթե այն հրաշքները, որ Սոդոմում ու Գոմորում կատարվեն, ինչ որ կատարվեց այստեղ, այդ քաղաքը մինչև հիմա կլիներ, մինչև այսօր պահպանված կլիներ։ Այսպիսով ինչ է ստացվում, Կափառնայումի մեղքը ինչա, ավելի մեծ է։ Դրա համար լսեք, ես հասկանում եմ, որ այն ինչ որ ասել եմ, գուցե որոշ մարդկանց ականջին այդքան էլ ընդունելի չլինի, բայց ես ուզում եմ, որ ուշադիր լսեք։ Բոլոր նրանք, ովքեր որ լսելով Տիրոջ խոսքը, լսելով, կարդալով, ճանաչելով ավետարանը, մերժում են Տեր Հիսուս Քրիստոսին,
Ավելի վատ դատաստանի են արժանանալու, քան թե համասեռամոլ սոդոմացիները։ Լսեք, ես չեմ ասում իրանք լավն են եւ այլն եւ այլն։ Ես ասում եմ այն օրինակը, ինչ որ Տեր Հիսուս Քրիստոսն է ասում։ Եվ սա է իրականությունը, ժողովուրդ։ Երբ որ մենք մերժում ենք Տեր Հիսուս Քրիստոսին, մենք մեզ ավելի վատ կարգավիճակում ենք դնում։ Որտեվ այլևս փրկության այլ հնարավորություն չունենք, սոդոմացիք ու գոմորացիք Հիսուսի մասին չէին էլ լսել։ Բայց մենք որպես հայեր, որպես քրիստոնյաներ ճակերտավոր, նոմինալ քրիստոնյաներ, Քրիստոսի մասին լսել ենք։ Մարդիկ կան, ովքեր որ մինչև հիմա իրանց լեզով Աստվածաշունչը չունեն, թարգմանված չունեն։ Մենք արդեն քանի հազար տարի ունենք, թարգմանված ունենք հայերենով, Աստվածաշունչն ունենք, հասանելիությունը կա, բայց ինչ ենք անում, նորից ու նորից մերժում ենք։ Հիշեք, վերջնական դատաստանը լիովին արդար է լինելու։ Աստված երբեք չի դատի մարդուն ավելին, քան նա արժանի է, բայց նաև չի անտեսի մերժվածության լինելը, այսինքն երբ որ իր շնորհով մարդիկ ինչ արեցին, մերժեցին իրան, մերժեցին։ Ամփոփենք։ Տեսանք 3 քաղաք, որոնք որ Հիսուսի ժամանակ էին, Քորազինը, Բեթսայիդան, Կափառնաումը, որոնք որ ինչ եղան, Տեր Հիսուս Քրիստոսով, քանի որ մերժեցին, դատապարտում ստացան։ Քիչ բան էին ստացել, ժողովուրդ։ Պատկերացեք մի պահ, դուք կերազեիք այդ ժամանակ այդտեղ լինեք։ Ես կերազեի, անկեղծ եմ ասում։ Ես կերազեի այդ ժամանակ Տեր Հիսուս Քրիստոսի հետ քայլեի։ Իրանք Տեր Հիսուս Քրիստոսին տեսան։ Գուցե շոշափեցին, գուցե միասին հաց կերան։ Այո, մենք այդ հույսն ունենք, որ գալու է ժամանակը հավիտենականության մեջ Քրիստոսի հետ լինելու ենք։ Բայց այս մարդիկ տեսան այդ ամեն ինչը։ Լսել էին, որ Մեսիան պիտի գա, եւ այդ մարգարեությունը իրենց շրջանակում իրականություն դարձավ։ Տեր Հիսուս Քրիստոս, երբ որ եկավ, սահմանափակ էր, այսինքն որպես մարդ մի վայրկյանում մի պահ մի տեղ էր գտնվում։ Շատ հազարավոր մարդիկ ընդհանրապես նույնիսկ այդ ժամանակ չլսեցին էլ Քրիստոսի մասին։ Բայց այս քաղաքները ոչ միայն լսեցին, այլ նաև տեսան, մասնակցություն ունեցան։ Բայց ինչ արեցին։ Հետո անապաշխար, անհավատ մնացին, մերժեցին, արհամարեցին։ Հալավ մի հատ ֆոկուսնիկ էր, եկավ, մի քիչ հրաշներ արեց, մի քիչ խժ դժություն առաջացեց, վերջ գնաց։ Մենք շարունակում ենք ապրել մեր կյանքով։ Նույն հիմա դուք կարաք ստեղ լինեք, այս քարոզը լսեք, այս քարոզի վերջում ամեն ասեք, հետո գնաք շարունակեք ձեր կյանքով ապրեք, ասեք դե ոչ մի բան, հա ինչ, մի հատ քարոզ լսեցինք, մի բան էլ լսեցինք, հեքիաթ, ինչ կա, մայից հետո ինչ կյանք, ինչ բան եւ այլն եւ այլն։ Ու սենց ասողները շատ են։ Ամենամեծ ողբերգությունը, գիտեք, դժոխքում հայտնվելը չէ, այլ առանց երբևէ լսելու Քրիստոսի մասին, որտեվ եթե դժոխքում ես հայտնվել, որտեվ Քրիստոսի մասին չես լսել, որոշ առումով այդ իրավիճակում ես հայտնվել, բայց գիտեք ամենաահավորը որն է, որ դժոխքում հայտնվես այն ժամանակ, երբ մարդիկ երկար ժամանակ քեզ ավետարանը տվել են։ Եվ դու ինքդ ավետարանը շատ անգամներ լսել ես ու ինչ ես արել, մերժել ես, անտեսել ես։ Ուստի հիշեք մի բան, յուրաքանչյուր քարոզ, յուրաքանչյուր պատասխանված աղոթք, յուրաքանչյուր օրհնություն, որ մեր կյանքում լինում է, յուրաքանչյուր Աստված հայտնություն մեզ կամ ավելի մոտ են բերում ապաշխարությանը, դարձին, հավատին, կամ գիտեք ինչ են անում, մեզ հեռացնում են ու մեր դատապարտությունն են ավելացնում։ Ուստի ավետարանը որոշների համար փրկության առիթ է լինելու, իսկ որոշների համար դատապարտության առիթ է։ Որքան մեծ է Աստված հայտնությունը, այդքան մեծ է պատասխանատվությունը, գիտեք ում առաջ, նույնիսկ Աստծո առաջ, որտեղ Աստված ամեն բան արեց, իր որդուն տվեց, ոչ մի բան չի խնայել։ Փրկության համար Աստված արել է ամեն բան։ Ամեն բան արել է, չեք կարող ասել, դե ես չհավատացի, որովհետև չգիտեի, չէի լսել եւ այլն, ամեն բան արել է։ Ուրեմն ինչ կա։ 3 իրողություն։ Աստծո գործերը միշտ չէ, որ տանելու են մեզ դեպի ապաշխարության։ Երկրորդը, Աստծո գործերը մեծացնում են մարդու պատասխանատվությունը։
Ինչքան որ Տերը գործում է մեր կյանքում, այդքան ավելանում է, բարձրանում է մեր պատասխանատվությունը Տիրոջ առաջ։ Եվ երրորդը Աստծո գործերը մերժողները դատաստանի են արժանանալու։ Ընդունեն դա, չընդունեն, հավատան թե չհավատան։ Դա համար փրկության պահ է հիմա ժողովուրդ։ Հիմա կուզենամ աղոթքին ժամանակ տրամադրենք ամեն մեկս մեր նստած տեղում։ Մենք ինքներս գիտենք մեր ընթացքը ինչպիսին է Տիրոջ առաջ։ Ու խոսքը միայն չի վերաբերվում անհավատներին, խոսքը նաև վերաբերվում է մեզ, որպես եկեղեցու, որովհետև շատ բան գիտենք, բայց այդ իմանալով անհնազանդ ենք գտնվում։ Ասեմ, դա էլ է դատապարտություն լինելու։ Եկեղեցին նույնպես Տիրոջ ատյանի առաջ է կանգնելու եւ պատասխան ենք տալու այն ամեն ինչին, ինչ որ արել ենք եւ չենք արել։ Փրկության մասին չի խոսքը գնում, բայց նրա մասին ինչքանով ենք մենք հնազանդ այն բոլոր Աստված հայտնությանը, որը որ մեզ հայտնվել է։ Դա համար կխնդրեմ, որ աղոթքին ամեն մեկը ժամանակ տրամադրենք ինքներս մենք մեր նստած տեղը։ Ու խնդրենք, որպեսզի նախ եւ առաջ Տերը ների մեզ, եթե իրեն չենք ճանաչում, խնդրենք, որպեսզի Տեր Հիսուս Քրիստոս այցելություն անի։ Ների մեր մեղքերը, օգնի, որպեսզի մենք ապրենք այնպես, ինչպես որ ինքն է կամենում։ Իսկ եթե ճանաչում ենք արդեն Տեր Հիսուս Քրիստոսին, բայց հավատարիմ չենք իրեն, մեր ծառայությամբ, մեր ընթացքով, մեր գործերով, մեր խոսքերով, աղոթենք, որ նորից մեզ Տերը ների ու ուժ ու կարողություն տա իրեն ավելի հավատարիմ լինելու, իր կամքի ամոթ քայլելու, որպեսզի մեր ողջ կյանքը իրեն փառավորի։ Աղոթենք։ Տեր Աստված իրապես ոչ փառքն ու գոհությունը քեզ ենք ուզում բարձրացնենք։ Դու ես, որ մեզ մեր անհավատության մեջ գտար եւ քո շնորհքով փրկեցիր, Տեր։ Քո որդուն ուղարկեցիր, որը որ խաչի վրա մահանալով մեր մեղքերի համար իր արյունը թափեց, որպեսզի մենք հնարավորություն ունենանք փրկություն ունենալու։ Ինչու, որովհետև մեղքը առանց արյան չէր կարող ներում ստանալ։ Եվ դու քո որդուն զոհաբերեցիր, որպեսզի մենք կյանք ունենանք, Տեր։ Դրա համար աղոթում եմ, ով Աստված, որ հիմա այցելություն անես բոլոր նրանց, ովքեր որ գուցե դեռ քեզ չեն ճանաչում, գուցե ճշմարիտ ապաշխարությամբ դարձով դեռ չեն եկել քո առաջ, Տեր։ Դու նրանց սիրտը բացիր, որ քո առաջ իրենց մեղքերը խոնստովանելով ապրեն քո անվան ու փառքի համար, Տեր, որպեսզի գան քո առաջ ու խնդրեն, որպեսզի իրենց ներես, որպեսզի հավիտենական կյանք ունենան, որպեսզի չլինեն այն անհավատ քաղաքների պես, որոնց դատաստանը Տեր Հիսուս դու տվեցիր։ Աղոթում եմ, ով Տեր, որ նաև մեզ որպես եկեղեցուդ օրհնես, հաստատես հավատքի մեջ, որպեսզի քեզ հավատարիմ լինենք, Տեր։ Որտեվ այն ճշմարտությունը, որ մենք ունենք, շատ-շատերը երազում են, Տեր։ Խոսքդ մեր հայերեն լեզվով ունենալը եւ այն անտեսելը հավասար է անտեսել քեզ, Տեր։ Ուստի տուր մեզ այդ հասկացողությունը, որպեսզի խոսքիդ մեջ աճենք եւ ոչ միայն խոսքդ լսող լինենք, այլ նաեւ կատարողներ, Տեր։ Հնազանդությամբ գանք քո առաջ ու քո կամքը փնտրենք, որ չլինի թե շատ բան իմանանք, շատ վարդապետներ լինենք, բայց գործնական կյանքում դատապարտվենք, Տեր։ Գործնական կյանքում անպտուղ լինենք, Տեր։ Որ չլինի թե այս ճշմարտությունները մեզ հպարտության տանեն, այլ հակառակ խոնարհվելով քո կամքը կատարենք, Տեր։ Աղոթում ով Տեր Աստված իրապես այցելիր նրանց, ովքեր որ բացակայում էին այսօր։ Եթե որևիցե հարցեր կան, տկարացած են, Տեր, դու նորից բարձրացրա նրանց, հաստատիր, որպեսզի մեկտեղ հավաքվելով քեզ մեծարենք։ Աղոթում ով Տեր, որ ողորմես, գթաս, օգնես, որ ամեն իրավիճակներում քեզ փառավորենք, Տեր։ Մեզ ների՛ր, ողորմիր եւ դու փառավորվիր Հիսուս